Նաև այդ հարցի շրջանակում ազգային զեկույցի մասին դուք մատնանշեցիք։ Օրերս Փաշինյանի մոտ քննարկում է տեղի ունեցել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության 2023-25 թվականների ծրագրի գործունեության արդյունավետությանը եւ այլնի մասին հերթապահ հայտարարություններ են հնչել։ Ծանոթ եք այդ ռազմավարությանը, որքանով է արդյունավետ հատկապես 2023-ից 25-ը։ Եվ նաև նախորդ հարցին եթե լրացում ունեք։ Հա, այդ հարցին կարճ ասեմ, որ ծանոթ չեմ, դեռ չեմ ուսումնասիրել, այս հա, մայնան ավելի մանրամասն կասի, իսկ նախորդ հարցի հետ կապված այդ որ զեկույցները տալիս են ու սա ինչով է տարբերվում, սա մեխանիզմը այնպես է բանի պարբերական դիտարկման, որ երբ որ առաջարկություններն ու դիտարկումները արվում են, դրանից հետո այդ լսող պետությունը ինքը առաջարկությունները կամ ընդունում է կամ ոչ, բայց շատ դեպքերում չի կարող չընդունի, որովհետև ինքը պարտավորություններ ունի ՄԱԿ-ում եւ միջազգային այլ կառույցներում կոնվենցիաները վավերացնելով եւ այլն։ Հիմա այս պարագայում օրինակ Հայաստանին այս նստաշրջանում շատ գովում էին ինչի համար Հռոմի ստատուտը վավերացնելու եւ քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի երկրորդ արձանագրությունը, որը վերաբերում է մահապատժի իսպառ վերացմանը, վավերացնելու։ Հիմա այս երկու գործողությունները նաև կատարվել են նախորդ 2020 թվականի առաջարկությունների հիմքով։ Եվ այս պարագայում 98 պետություն Հայաստանին առաջարկություններ է ներկայացրել, եւ այդ 98 պետության առաջարկությունների մեջ այստեղ առանձնացված են, սա կտամ ձեր ուսումնասիրության համար, այն երկրները, որոնք հենց այս ոլորտին վերաբերյալ առաջարկություններ են արել ու կան օրինակ շատ կոնկրետ առաջարկություններ, մասնավորապես Ավստրալիան շատ հետաքրքիր առաջարկություններ արել, օրինակ կալանքի երկարատև այդ նախաքննական կիրառումը դադարեցնել, լրագրողների մասով լիքը առաջարկություններ կամ բազմաթիվ դադարեցնեն բռնությունները լրագրողների նկատմամբ։ Օրինակ հենց Ավստրալիայի առաջարկություններից մեկը ասում է կոնկրետ առաջարկություն է, որ քաղաքացիական օրենսգրքում վիրավորելու եւ զրպարտության սահմանաչափը տուգանքների նվազեցնեն, որը իրենք համարվում է խոչընդոտ լրագրողների գործունեությանը։ Ու Գերմանիան հետաքրքիր առաջարկություններ ունի։ Քաղբանտարկյալների վերաբերյալ կան ինչ-որ կոնկրետ Քաղբանտարկյալների վերաբերյալ ցավոք սրտի չկան, բայց կա հանրային գործի կա անուղակի, որը վերաբերում է քաղբանտարկյալներին կարելի ասել, օրինակ Ֆինլանդիան, Էստոնիան եւ չեմ հիշում մեկելով, իրենք առաջարկություն են արել, որպեսզի դադարեցնեն հանրային մասնակցության դեմ այդ բանը, որ հանրային գործիչներին ռազմավարական դատեր են անում, որպեսզի սահմանափակեն, հա, նրանց մասնակցությունը քաղաքական եւ քաղաքացիական process-ներին, Ֆինլանդիան, Էստոնիան, մի երկիր էլ կար։ Նրանք առաջարկել են, որպեսզի դադարեցնեն այդ պրակտիկան, որը շատ կարևոր է։ Ընդհանուր առմամբ, թեև այս երկրների տենդենս առաջարկությունների կանանց իրավունքներն է, մասնավորապես Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելը, կանանց ներգրավվածությունը քաղաքական եւ քաղաքացիական process-ներում ապահովելը, որը շատ կարևոր է իհարկե, բայց այս 5 տարիների ընթացքում բոլորս էլ գիտենք, որ ճչացող իրավախախտումները այլ ոլորտներում էին ու հենց քաղաքական ու քաղաքացիական իրավունքի ոլորտներում էին, օրինակ Կամբոջան առաջարկություն արել, որպեսզի դատական իշխանությունը անկախ լինի Հայաստանում, շատ հետաքրքիր առաջարկություններ կան։ Ու սեպտեմբերին Հայաստանը պետք է արդեն ասի, ընդունում է, թե չի ընդունում։ Հիմա մասնավորապես կոնկրետ առաջարկություն կարող լինի, որպեսզի Հայաստանը վավերացնի քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի առաջին արձանագրությունը, որը հենց վերաբերում է այդ մարդու իրավունքների կոմիտե դիմելու հնարավորությանը, ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե դիմելու հնարավորությանը յուրաքանչյուր քաղաքացու կողմից։ Այսինքն եւս մի շերտ է ավելացվում մարդու իրավունքների պաշտպանության համար։ Ճիշտ է, դա բան չի, դատական մարմին չի, այլ խորհրդատվական ավելի։ Բայց այնուամենայնիվ, եթե օրինակ ձեր կամ իմ խոսքի իրավունքը կամ չգիտեմ ոստիկանություն կխորհրդանցեն եւ այլն, օրինակ Սամվել Վարդանյանի դեպքը, ինքը այդ պարագայում կարողանա արդեն դիմել նաեւ ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե։